Ողջույն, սիրելի խոյեր, Արևի նշանով եւ ասցենդենտի նշանով անպայման լսում ենք այս երկուսը նոր միացնում եւ բարձր դառնում տվյալ ամսվա համար կանխատեսումը, իսկ այդ տվյալ ամիսը հուլիս ամիսն է, որ ես հիմա ձեզ կներկայացնեմ։ Եւ այսպես ինչ ունենք հուլիսին։ Նշեմ, որ դուք 8-րդ տեղն եք եւ պահպանել եք ձեր 8-րդ տեղը, այդպես կարևորը որ 11-12-րդ տեղերում չեք, առաջ եք շարժվել եւ այդպես կանգնած եք այդտեղ։ Նշեմ ուրեմն նորալուսին, լիալուսին ունենք երկու հեռավոր մոլորակ, որ հենց ձեր նշանում են գտնում կդառնան հետընթաց, Վեներան կփոխի իր նշանը եւ Մերկուրին, որ հունիսի 29-ին դառնալու է հետընթաց, բնականաբար հուլիսի վերջին ինքը արդեն կլինի ուղընթաց։ Արևը 23-ին հուլիսի կփոխի իր նշանը, ինքը կմտնի կրակի նշան, դա ձեզ համար շատ ավելի լավ եւ թերևս ամենակարևոր իրադարձությունը դա այն է, որ հանգույցները, հյուսային եւ հարավային հանգույցները կամ Ռախուն եւ Կետուն իրենք կփոխեն իրենց նշանները։ Մեծ հաշվով դա ձեզ համար ված չի, չնայած հարաբերական է ինչ-որ մի ասպարեզ կարող է ձեզ համար լավ լինել, կարևորվել, մյուսը ոչ, ինչևէ ունենք այս տվյալները եւ հիմա ես թերևս ներկայացնեմ սկսեմ նորալուսնից, որը հուլիսի 14-ին տեղի ունենալու Խեց գետնի նշանում նորալուսինը 13:43 րոպե 25 վայրկյան, արևելուսինը կմիավորվեն 22 աստիճանում, այստեղ ուրեմն ձեր 4-րդ տունն է, այդտեղ է լինելու նորալուսինը, նոր սկիզբ է դրվելու, գիտեք, այստեղ սկիզբը կարող է դրվել շատ մեկը ինչ որ սկիզբ կարող է դնել նոր երկրում, մեկը նոր բնակարանում, մեկը նոր ընտանիք կազմելով, մյուսը ինչ որ գործերի հետ կապված նոր սկիզբ է սկսվում իր մոտ, հա, սրանք են հիմնականում, բայց ասեմ, որ ապագայում դուք շատ ավելի մեծ ուշադրություն պետք է դարձնեք ձեր կարիերային, այսինքն տան թեմաներ, ընտանիք ունենալու, լավ բնակարան ունենալու եւ այլն, այս ամենը պայմանավորված է կարիերայով, ձեզանից պահանջվում է դա, սա իմ խորհուրդը ձեզ սիրելի խոյեր եւ տեսեք հուլիսի սկզբին Նեպտունը մինչեւ տարվա վերջ եւ այնուհետեւ Սատուրնը, որ ձեր նշաններում են իրենք դառնալու են հետընթաց նա 7-ին, Սատուրնն էլ 27-ին եւ ես հասկանում եմ ձեզ համար հեշտ չի շատ խոյերի համար, որովհետեւ երկու հեռավոր մոլորակ եւ դա արդեն ծանր է գումարած դրան, որ իրենք դառնում են հետընթաց այնպես որ ձեզանից պետք չի ընկճվել, պարզապես ձեզանից պահանջվում է, գիտեք, ինչպես ցույց է տալիս քարտեզը, նոր ծրագրերի, համակարգչային նոր ծրագրերի ուրեմն սովորեք, այնուհետև այստեղ հնարավոր է նոր միջավայր, նոր ընկերներ դրանով դա կբերի այդ ձեռքբերումը, շատերը օնլայն կարող են մեծ գումար աշխատել, սրա մասին մտածեք, ակցենտը դրեք նաև դրա վրա, օնլայն աշխատանքի վրա եւ անպայման 1-2 տարի մոտ, այսպես ասենք, 2 տարի անց դուք արդեն միանշանակ ձեզ մոտ ամեն ինչ լավ կլինի եւ դուք ասպարեզ կմտնեք արդեն գիտելիքներ ձեռք բերած բավականին եւ նոր միջավայր, նոր շրջապատ եւ այլն միգուցե հենց այդ նոր ծանոթություններն էլ ձեզ համար բացեն նոր հորիզոններ, այս տարբերակը եւս հնարավոր է այնպես որ ինչպես որ ասացի առաջիկային ոչ թե ընտանեկան հարցերն են կարևորում, հիմա դուք քննարկում եք այդ թեմաները ամբողջ հուլիս ամիսը կքննարկեք եւ կարծում եմ որ դուք կգաք հենց այդ եզրահանգման, որ պետք է նոր սկիզբ դնել, ոմանք կարող են տեղափոխվել այլ երկիր, ոմանք ասենք կամ բիզնեսը հասկանան, որ
այլ ընկերության հետ համագործակցեն, օֆիսը տեղափոխեն կամ այլ մի խոսքով փոփոխություն անպայման կլինի եւ դուք մտածեք այդ ամենի շուրջ, որպեսզի գիտեք լավ շահումով դուրս գաք այդ ամեն ինչից, հաղթանակած դուրս գաք, այսինքն ճիշտ ուղու վրա կանգնեք, ոչ թե խոճապի մատնվեք, որ շատ վատ է, շատ ծանր է, ամեն ինչ չեմ կարողանում, պետք չի ընկճվել երբեք, միշտ էլ հնարավորությունները կան, պարզապես դու պիտի իմանաս դա երբ կլինի, կամ այդ ժամանակահատվածում դու ինչով զբաղվես եւ այլն, երբեք ընկճվել պետք չի, հատկապես ես կարծում խոյերը տենց շատ չեն ընկճվի, իրենք կրակի նշան են։ Մեծ հաշվով ես սա ուղղակի այդպես ընդհանուր եմ ասում, որովհետև դու կարող եք լինել խոյ, բայց ասենք մեկ այլ մոլորակ, թեկուզ հենց լուսինը գտնվի ջրի նշանում եւ դուք այդպես հոգեպես կարող եք եւ ծանր տանել, չնայած որ խոյ եք, այստեղ դժվարություններ արդեն կառաջանան։ Ինչ խոսք, համենայն դեպս արևը կմտնի 23 հուլիսի առյուծի նշան, դա ձեզ համար շատ ավելի լավ է, քան այն, որ ինքը գտնում էր ջրի նշանում, այնպես որ այս ամենից օգտվեք եւ ասեմ հիշեցնեմ ուղղակի որ հունիսի 30-ը Յուպիտերն է մտնելու առյուծի նշան, նորից կրակի նշան է, սա եւս ուրեմն նկատի ենք ունենում եւ ամենակարևորը հիշեք, մեծ ուշադրություն եք դարձնում ձեր կարիերային, ձեր ուշադրությունը, գործունեությունը, ջանքերը եւ այլն, այդ ամեն ինչը ուղղում եք ձեր կարիերային, այս պահին դա է ուրեմն կարևորվում եւ Վեներան էլ կմտնի կույսի նշան, որտեղ ինքը ճիշտ է անկման մեջ է, բայց միգուցե այստեղ շրջապատում ձեր աշխատավայրում ինչ որ ձեզ համար ոչ լավ հարաբերություններ են կամ դա էլ հենց ձեզ ստիպում է որպեսզի դուք կարողանաք փոխեք, միգուցե շատ բան եք ուզում փոխել, սիրելի խոյեր, եւ դա ձեզ համար գիտեք ինքը լավ էներգիաներն է կուտակում ձեր դեպքում, այնպես որ կարծում եմ ամեն ինչ լավ է լինելու եւ իհարկե հանգույցները ես նույնից նշեմ հուլիսի 27-ից 2026 թվականի մինչև 2028 թվականի մարտի 26-ը հանգույցները կփոխեն, այդ ժամանակահատվածում համապատասխանաբար Ռախուն կգտնվի կամ հյուսիսային հանգույցը կգտնվի ջրհոսի նշանում, հարավայինը կգտնվի առյուծի նշանում, իրանք միշտ այդպես հավասար տեղաշարժում են հակադիր նշաններում եւ ես արդեն ձեզ ասացի թե դուք ինչ եք անելու, այնպես որ անպայման հետևեք այսինքն եթե ուզում եք հետևեք իմ խորհրդին, եթե ոչ եւ դրա մասին չմոռանաք գրել, որովհետեւ ես մի քիչ ավելի այդպես առաջ եմ անցնում եւ ներկայացնում եմ իրավիճակը, որպեսզի դուք ձեր անելիքը իմանաք եւ նորից ասեմ հետընթաց Մերկուրիի ժամանակ չնայած որ նորալուսինը լինում է հենց այն ժամանակ, երբ Մերկուրին հետընթաց է, սա շատ կարևոր է, մենք չենք կարող այդ ժամանակ նշանակություն չունի, որ նորալուսին է, մենք չենք կարող ոչ մի նոր գործ սկսել եւ պարզապես այստեղ մենք կարող ենք մտովի որոշում կայացնել, որ սա ասենք վերլուծելուց հետո որոշում կայացնել, որ ի վերջո կարևորը կարիերան է, հիմա դա է անհրաժեշտ, որպեսզի ստեղծել ընտանիք, հնարավորություններ, մեծ հնարավորություններ եւ այլն կամ տեղափոխվել այլ երկիր եւ այլն, շատ տարբեր բաներ երեխայի հարցով, հա, դու հասկանում ես, որ պիտի քո կարիերայի հարցը կարգավորես, կարողանաս լավ դիրքում գտնվել, գումարներ վաստակել եւ դրանով իսկ նոր հետո արդեն ապահովել, անդրադառնալ այդ ուրեմն ընտանեկան թեմային, իսկ եթե ամբողջովին այս պահին դուք խրվեցիք ընտանեկան թեմայի մեջ, նա բաց կթողնեք, հետո շատ ավելի ծանր իրավիճակում կհայտնվեք։ Հիմա բան նրանումն է, որ արխիվում արևի խավարումն է, հետո խավարման միջանցք, հետո լուսնի խավարում, օգոստոսը ինքը դժվար է լինելու, չնայած որ կրակի նշանում է դա ձեզ վրա այդքան կարող է բացասական չանդրադառնալ, բայց կարող եք դուք լինել խոյ եւ շատ մոլորակներ լինեն, ասենք ցուլի նշանում, կարիճի նշանում կամ ջրհոսի նշանում, ինչու ոչ, եւ այստեղ արդեն կարող են որոշակի ուրեմն խնդիրներ, դժվարություններ լինել, այնպես որ այս ամենը պայմանավորված է ձեր անձնական քարտեզով եւ իհարկե լիալուսնով թերևս ավարտեմ, լիալուսինը արդեն տեղի կունենա
29-ին հուլիսի 18:35 արևելությունը կհակադրվեն 7 աստիճանում եւ այն տեղի կունենա ջրհոսի նշանում համենայն դեպս ես կարծում եմ մասնավորապես լսելով իմ խորհուրդները դուք կհասկանաք վերլուծելով ինքներդ վերլուծելով կհասկանաք որ մինչեւ հուլիսի ավարտը ձեզ համար պարզ կլինի, որ իսկապես պետք է ասենք նոր գիտելիքներ ձեռք բերել եւ հատկապես տեխնիկայի համակարգչային նոր ծրագրեր եւ այլն կամ մի խոսքով կապ չունի այդպես on-line բիզնեսը զարգացնել, այդտեղ մեծ ուշադրություն դարձնել անպայման, եթե դուք սոցցանցերում չեք գովազդում ձեր բիզնեսը, ձեր ապրանքը եւ այլն, ուրեմն դեռևս դա չեք անում, ուրեմն փորձեք սոցցանցերում ավելի ակտիվ լինել եւ անպայման այդտեղ ձեզ հաջողություն կլինի խոսեք, գրեք, ներկայացրեք եւ ընդհանրապես on-line բիզնես կազմակերպեք ու ձեզ համար ամեն ինչ շատ լավ կլինի այնպես որ ես կարծում եմ համենայն դեպս այստեղ դրական էներգիան է կուտակվում հանգույցների այդ փոփոխությունից ուրեմն այնպես որ սիրելի խոյեր անպայման ուրեմն ձեռք բերեք այդ գիտելիքները մի վախեցեք մի ընկճվեք այս դժվարություններից որ հիմա ձեր առջև կա այլ ընդհակառակը դուք այդ գիտելիքները ձեռք բերեք եւ հետո արդեն այդպես ճիշտ սերմեր ցանելու դեպքում արդեն կունենաք շատ մեծ բերք կստանաք մեծ այդպես լավ բերքահավաք կլինի այնպես որ հիմա սերմերը ցանելու ժամանակն է ձեզ համար իսկ բերքահավաքը կլինի շուտով կլինի այնքան արագ է թռնում ժամանակը որ կլինի չհաշված որ աշխարհում ահա այսպիսի իրավիճակ է մի օր պատերազմ մի օր խաղաղություն այսպես իրար հերթ չտալով այսպես շարունակում է լարվածությունը մեծ է ինչևէ այսքանը սիրելի խոյեր ես կարծում ձեզ համար օգտակար եղավ կիսվեք գրեք անպայման ինչ եզրահանգման եկաք արդեն հուլիսի վերջին արդյոք որոշեցիք հետևեցիք իմ խորհրդին եւ հասկացաք որ հիմա իսկապես կարիերայով զբաղվելու ժամանակն է ինչևէ կսպասեմ ձեր մեկնաբանություններին ես բոլորը կարդում եմ տեղեկանում եմ գիտեմ ով է իսկ այսքանով ես ավարտեմ կհանդիպենք հաջորդ ամիս առայժմ